Ես ուզում եմ ձեզ մի հետաքրքիր բան էլ ասեմ, սատանային ձեռ է տալիս, որ մարդիկ իրան չհավատան։ Սատանային ձեռ է տալիս, որ մարդիկ մտածեն, որ ինքը չկա, ինքը չի գործում։ Ինքը ուզում է անտեսանելի մնալ։ Գիտես, թշնամին այնքանով է հաջողակ, ինչքանով որ մնում է անտեսանելի։ Դուք մի մտածեք, որ սատանան ամեն մի սենց պատի հետևից ուզում է թռնի ձեր դեմ ու վախեցնի ձեզ։ Չէ, սատանային գիտես ինչա պետք, որ դու մտածես, որ ինքը չկա, ինքը չի գործում, դևերն էլ քեզ ձեռ չեն տալիս, բայց միևնույն ժամանակ այդ անտեսանելի հոգևոր աշխարհում մեր մտքերի մեջ մի աշխարհ, որ ոչ մեկ չի տեսնում, սատանան այնտեղ աշխատանք է տանում։ Սատանան բերում է որոշակի մտքեր, որոնք քո մեջ ձևավորում են որոշակի արժեքներ, որոնք դրդում են քեզ համապատասխան քայլերի, համապատասխան գործողությունների ու շատ անգամ քեզ գցում են ծուղակը։ Ու այդ կռիվը տեղի է ունենում մեր մտքի մեջ, սիրելիներս։ Մենք դա շատ քաջ պետք է գիտակցենք ու հասկանանք։